Կալուգացի օլիգարխը Վաբանկ է գնում։ Ամեն օր ընտրակաշարք բաժանելու 10-ով կեքի ձայնագրությունների ֆոնին Հայաստան տուրիստ եկած Կարապետյանին չի մնում այլ բան, քան էժանագին ստեր տարածելը։ Դրանցից մեկը 300,000 ադրբեջանցի Հայաստանում բնակեցնելն է։ Եթե մի պահ ենթադրենք, որ մարդը մի տեղից մի բան լսել է այնքան, որ խոսում է, նույն տրամաբանությամբ պետք է նաև լսած լիներ սուտ ինֆորմացիայի վերաբերյալ պաշտոնական անթիվ անհամար հերքումները ու ներողություն խնդրեր մարդկանց անհիմն ահաբեկելու համար։ Բայց ոչ, կալուգացին մարտնչում է մինչև վերջ, նույնիսկ սոցիալական ցանցերում գովազդի տակ է կեղծ թեզը շրջանառում, մի քանի ավելքվե վաստակելու հույսով։ Ըստ տեղեկությունների այդ նպատակով $85,000 է ծախսել, բայց դե չենք զարմանում, չմոռանանք Forbes-ի ցուցակում կա, իրեն կարող է նման ճոխություն թույլ տալ, անգամ ստոր նպատակի համար։ Դե ուրիշ էլ ինչով կարող է գրավիչ լինել Հայաստանի տեղը հիշած ռուսաստանցի մեծահարուստը։ Իրենց թվում է նաև, թե իրենց ունեցած միլիարդներն են մարդկանց համար գրավիչ լինելու, թե բա Սամվել Կարապետյանը կուշտ է, Սամվել Կարապետյանն էս ունի, են ունի, հա մեկ էլ Սամվել Կարապետյանին միջև վերջ ունեզրկել չի լինի։ Վարչապետը դրա պատասխանը 3 քարոզ արշավի ժամանակ տվեց։ Որ ասում են բոմժ են դառնալ, ասում են գիտեք ինձ միջև վերջ հնարավոր չի ունեզրկել։ Նկատի ունի, որ կոշիկներն ու պիժաման այնուամենայնիվ լինելու են իր տիրապետության ներքո։ Հայերենի հետ ակնհայտ ընկերություն չանող ինքնակոչ վարչապետը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներն օգտագործում է իր առջև դրված առաջադրանքը հնարավորինս լավ կատարելու համար։ Քնում զարթնում քաղաքացիությունից շակերտավոր հրաժարվելու գործընթաց է սկսում։ Հարցնում ես ուր հասավ պրոցեսը, բաժանորդն անհասանելի է։ Առավոտը զարթնել եմ։ Զանգել եմ Մարտևանյանին, ասել եմ շտաբ սկսի քայլել։ Եռագլուխ պատերազմի բոլոր մասնակիցները հանկարծ սկսել են Ղարաբաղի ցավով ապրել։ Մեկի քունը չի տանում Ալիևի խոսքերից, մեկը մարդկանց է ահաբեկում, թե հեսա ադրբեջանցիներ են գալու լծվեն, զոհերի թիվն են մանիպուլացնում, կարծես եղածը քիչ էր։ Երրորդն էլ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելուց հետո եկել ու պատկառելի տարիքում իրեն բեմի արտիստ է զգում։ Հարցը դու։ Ես ուզում եմ այդ Ղարաբաղ։ Այ Բարեք ես եմ ուզում։ Ռազմահայրենասիրական ջղացուցումները, սակայն, միայն նախընտրական PR ակցիայի շրջանակներում են։ Հունիսի 8-ից հետո, չէ կներեք, ամառը շոգ է, իսկ իրենք սեզոնային ընդդիմություն են։ Հովերն ընկնելուն պես կանցնեն իրենց հիմնական, անլուծելի, բայց շատ բաղձալի օրակարգին, իշխանության հրաժարականի պահանջին։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։